Մարտի 18-ին ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի գլխավորությամբ տեղի ունեցավ ՓՄԶ զարգացման ենթախորհրդի 31-րդ նիստը։ Նիստի ընթացքում քննարկվեց e-draft հարթակում տեղադրված ՀՀ վարչական դատավարության օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագծի վերաբերյալ հարցը, որը մեծ անհանգստություն էր առաջացրել ՓՄԶ-ների շրջանում եւ նիստի օրակարգում ներառվել հրատապության կարգով։ Առաջարկվող նախագծի վերաբերյալ ՓՄԶ զարգացման խորհրդի անդամները հայտնեցին իրենց բացասական դիրքորոշումը։ Նախագիծը շատ խնդրահարույց է հետևյալ տեսանկյունից։ Ներկայումս գործող կարգավորումների համաձայն, երբ որ անձը բողոքարկում է վարչական ակտը, որոշ բացառություններով վարչական ակտի պարտադիր կատարումը կասեցվում է։ Նոր կարգավորումը 180 աստիճանով փոխում է տրամաբանությունը եւ առաջարկվում է հետեւյալը. վարչական ակտի բողոքարկումը այլևս չի կասեցնում ակտի կատարումը, փոխարենը տնտեսվարողը անձը ինքը պետք է հիմնավորի, որ չկասեցնելը կարող է էական վնաս հասնել իրեն, որի դեպքում դատարանը կարող է առանձին որոշմամբ կասեցնել։ Ինչը շատ բանախոսների կարծիքով անհարկի վիճարկման բեռը դնում է տնտեսավարողի վրա, երբ արկա կարգավորումները թույլ են տալիս, որպեսզի վարչական մարմինը ինքնուրույն հիմնավորի այդ հանրային շահի արկայությունը եւ անհապաղ կատարման մասին որոշում կայացնի։ Բանախոսների կարծիքով խնդիրն այն է, որ գործընթացի համար տնտեսվարողը ստիպված է լինելու էական ռեսուրսներ ծախսել եւ վարձել փաստաբաններ, հիմնավորել իրեն սպառնացող էական վնասը։ Այսպիսով պետությունը ստիպում է բիզնեսին լրացուցիչ ծախսեր կատարել, ինչը հատկապես կվնասի գերփոքր եւ փոքր բիզնեսներին։ Նախագիծը խնդրահարույց է նաեւ նրանով, որ արդեն իսկ ծանրաբեռնված արդարադատության համակարգի վրա նոր բեռ է ավելանում։ Այս օրենսդրական նախաձեռնության ընդունման պարագայում դատական համակարգը ըստ էության տասնյակ անգամներ ավելի ծանրաբեռնված պայմաններում է շարունակելու իր աշխատելավոճը եւ հաշվի առնելով ներկայումս դատական համակարգի գերբեռնվածության պայմաններում արդարադատության իրականացումը 3 կամ 4 տարվա ընթացքում վարչական արդարադատության մասին է խոսքը, ապա չենք սարսափել կարելի է պատկերացնել, թե ինչ ժամկետների մասին արդեն պետք է մտածեն տնտեսվարողները, երբ խոսք գնա այս նախագծի կյանքի կոչման պարագայում արդարադատության մատչելիության տեսանկյունից դատարան դիմելու եւ ակնկալվող դատական ակտի շոշափելի ապագայում տեսանելիության տեսանկյունից։ Սա լուրջ խնդիր է։ Էկոնոմիկայի նախարարության ներկայացուցիչները եւս իրենց մտահոգությունը հայտնեցին ու առաջարկեցին վերանայել նախագծով առաջարկվող լուծումները, հաշվի առնելով նիստի ընթացքում հնչած առաջարկները։ ՀՀ արդարադատության նախարարության ներկայացուցիչ Դավիթ Ղարիբյանն էլ իր հերթին նշեց, որ նախագիծը նպատակ չի հետապնդում փոփոխելու գործող այն կարգավորումը, որ դրամական պահանջները ենթակա են կատարման անբողոքարկելի դարձած վարչական ակտերի հիման վրա։ Թեմայի շուրջ հայտարարությամբ հանդես եկավ նաև ՊԵԿ ներկայացուցիչ Արման Մնացականյանը, նշելով, որ նախագիծը չի փոփոխելու հարկային մարմնի կողմից կազմված ակտերով դրամական պահանջների կատարման ժամկետը, որը ներկայումս սահմանված է ստուգման կամ այլ վարչական ակտը անբողոքարկելի դառնալու օրվան հաջորդող 10-օրյա ժամկետում։ Առաջարկում ենք հետ կանչել e-draft-ում կայքում հրապարակված օրենսդրական նախաձեռնությունը, որովհետև սա միայն բացասական հետևանքներ ունենալու մասնավորի ներդրումային միջավայրի վրա, այդ հաստատական վստահությունը կա առայժմ այս պահին, որ պետության գործընկերների կառավարության ներկայացուցիչների հետ երկխոսությունը կտա դրական արդյունքներ։ Քննարկման արդյունքում պայմանավորվածություն ձեռք բերվեց նախագծում հստակեցնել, որ նշված դիրքորոշումների հիման վրա հստակ կսահմանվի, որ դրամական պահանջ տուգանք հարկային պարտավորություն առաջացնող վարչական ակտերը դատական կարգով բողոքարկման դեպքում ենթակա չեն լինի կատարման մինչև բողոքարկման գործընթացի ավարտը։ Այնուամենայնիվ վարչական ակտերի կատարումը չկասեցնելու նախագծով առաջարկվող կարգավորման վերաբերյալ դիրքորոշումը մնաց բացասական, եւ նիստի մասնակիցները պայմանավորվեցին շարունակել քննարկումը։